Գյումրի քաղաքում շատ կառապան կար։ Ֆայտոն Ալեկը մեկն էր նրանցից։ Տունը կանգնած էր սև ժամից վերև ձորի բողազի կանաչ բարձունքին։ Ֆայտոն Ալեկը։ Նա շիրագի մեջ այդ անունով էր ծանոթ ամենքին։ Ամեն առավոտ շապխան ծածկելով, մտրակը ձեռքին գնում էր բիրժա։ Հին կառապան էր Ֆայտոն Ալեկը։ Նախշգոտին կապած, հագած ձեռնոցը, ոտքին փայլում էր ֆանար սապոգը, կրծքին սարկիսով մեծ ժամացույցը։ Երկու ձի ուներ զանգուլակներով, անիվներ կարմիր կաբույտ նախշերով, որ չէր սլանում Ալեկի կառքը, կարծես տեսիլ կեր անցնում թաղերով։ Ինչ եք զարմացած նայում երեսից։ Ուզում եք ասեմ վերջի նշանը։ Ձիերից մեկի ճակատին խալ կար, որ հիշեցնում էր Սարի Շուշանը։ Իսկապես շիկ էր Ալեկի կառքը։ Այդ պատճառով էլ շախով գյումրեցին սիրում էր նրա ֆայտոնով գնալ հարսանի, կնունկ կամ նշանդրեք։ Ահա նստած են դարբին մեխագը, քարտաշ հարուտը, որմնադիր լիպոն, ընկեր տղերք են, Ալեկի կառքով քեֆի են գնում արփաչայ խմբով։ Ձիերը կայդար թռչում են առաջ։ Ծո, Ալեք, կեցիր ընձի քովը տար։ Բոստանոնեսն է բարձրացայն կանչում, կառքի հետևից վազում հևասպար։ Տեղ չկա օնես, ռեսորը կկոդրի, դու ոտքով արի, աղբորը ղուրբան։ Ծո ոտքով որքան կուշանամ Ալեք, տղեկը ճամպես աշելով մեռան։ Եվ թավագալոր տալով օնեսը մի կերպ կպչում է երկաթե ճաղին։ Ձերքում նոր քաղած կոդեմն ու բողկը, գրբանում կանաչ վարունգն ու օղին։ Դեր արփաչայից բիրժա չհասած շրջապատում են Ալեկի նորից։ Ալեք ջան, գործ կա, ջահել տղեկ ենք։ Էս գարնան գլխի նշանվեց համբոն, այսօր գնում ենք հարսին բերելու, մեզ էս սահաթին թրծրու հորոմ։ Թեզր Ալեք, ճամպեն երկար չէ, հորոմ ենք գնում և ոչ թե հռոմ։ Տղեկ բեզրած եմ, ռեյսից նոր եկա, ձյանքը մեղք են, գնացեք բիրժա։ Չէ, Ալեք ջան, պատվի խնդիր է, չէ, ուրիշ ֆայտոնով մենք հարց չենք բերե։ Աշետես չալղճոց համար բիլա, ասոբի ֆայտոն ենք զանի տերե։ Ու զիլ զրնգում է Ալեկի կառքը, դուդուկն են ազում աստղոտ գիշերով։ Նստած են մեջը բոշի տղա խաչոն, քյամանի ռապը, դուդուկչի շավոն, վարված երգում է աշուղ շերամը, սիրուններ միք նեղանա։ Ահա երևաց կռունգի կառքը, փոշին է ֆռոմակների շուրջը, մեջը նստած են հնագետ Մարը, պատմապան Լեոն, աշուղ ջիվանին, նրանց դիմացը ջահել բանաստեղծ Ավոն է թախծում ձեռքը ճակատին, աչքերը հառած մտնում արկայծող Մայր Հայաստանի արևածագի։ Ալեկը շախով բարևեց նրանց։ Անից գուկամ, ասաց կռունգը և արագ անցավ Գյումրի տանելով քանդված քաղաքի քարերի խունգը։ Հետևյալ օրը հարսին թափորով Ալեկը միջև բոշի թաղ տարավ, ու չեղավ երբեք, որ գետ մի շաբաթ այդ կառքը մնար աշխարհում պարապ։ 1913 թիվն էր։ Երկինքը կապույտ, օրը կիրակի, Ալեկը վաղուց մեղրագետն անցած, բասենի դաշտով գալիս էր Գյումրի։ Մի մեծահարուստ վաճառականի ուխտի էր տարել առաքելոց վանք։ Գիշերը քնել էր խնուսաբերդում, ձիերը կաբած խամուր լեռան տակ։ Նա անցավ Ղարսը, Գյումրուն չհասած մի սև բան հանգարց սուրաց իր կողքով։ Ձիերը խռնած ծարս եղան օդում ու կառքը փախցրին զիլ խրխնջալով։ Առաջին անգամ իր ամբողջ կյանքում Ալեկի կառքը շեղվեց իր ճամփից։ Էս ինչ աղջարխ էր ֆայտոնի նման, ոչ ձի կար լծած, ոչ մարդ կար կուզին։ Նրա աչքի դեմասե շուռ եկավ հսկա յոթ վերքը, ամենազորը, գմբետը կարծես բոշի թաղն ընկավ, զանգակը թռավ Չերքեզի ծորը։ Մյուս առավոտ, իր մտրակն առած, Ալեկը գնաց ընկերների մոտ։ Կարապաները բիրժայում խմբված, տակ վիճում էին ձիերի նոր հաշվառման մասին։ Ալեկը հազիվ մոտ գալով ասաց. Տեսել եք տղեկ, ֆայտոն առանձի։ Խելրել է զողուլ, ֆայտոն առանձի, հետ մեկ է թե ջաղացն առանց ջրի։ Քեզի կովեշ է ռաստեգել ճամպին, կամ քեզ երազ ես տեսել ես գիշեր։ Ու հռռացին կարապանները իրար պատմելով զանազան հուշեր։
Երաս չէ տղեկ, թե սուտ կխոսին թող սուրբ 7 վերքը իմ լուսս բռնե, Ֆայտոնի մահը այսօր էկվանն է, Ֆայտոն նոր մեռավ, Գյումրին գմեռնի, Ֆայտոն օղուլ բաբից բաբ կերտա, ասաց բաբյենց հայկը ու խոժոր նայեց Ֆայտոն Ալեկին, Ֆայտոնի մահը են վաղթը գուկա, Եբ որ աշխարհքիս մեջ էլ մարդ չմնա, Եբ որ կործանվի փրկչի գմպետը, Ուստան դիգի շինած տաճարը, հողորմի իրեն, Միշտանի կերտար, մայր աստվածածնա տաճարին կաշեր, Ետ կուքար Գյումրի, պադը գշարեր, Հեյ գիդի օրեր, Ես Գյումրի բերի առաջին Ֆայտոնը ուզիս դրած, Չտեսնեմ մեկիտ կուզովը դադարկ, մեռնելիս մեռեք Ֆայտոնի վրա, Այսպես պատգամեց բաբյենց հայկը Գյումրի քաղաքի կառապաներին, Աբա շուռ եկավ, ծխամորջը վառեց, ծխեց ու նայեց սառն արագածին, Այդ գիշեր բոլոր կառապանները ցրվեցին տները խռոված հոգով, Մտրագն ու կաբան գլխի տակ դրած, Ալեկը ծածկեց իրեն վերմակով, Քնեց Ալեկը, և տեսավ ամբողջ շիրագը լցված բյուր ավտոներով, Վազում են սրում հևասպար ճչում, Գյումրին ծածկելով ծխով ու նավթով, Ահա բակ մտան 15 ավտո, Ուր է գյումրեցի վերջին Ֆայտոնչին, Ուր է Ալեկը, գոռում են նրանք, Շուտ բռնեք նրան, չթողնեք փախչի, Ալեկը կառքով թռչում է բագից, Երը խրտնած ճախրում են եթեր, Զանգուլակները թափվում են ներքև, Ինչպես արցունքի փշրված շիթեր, 500 ավտո ետևից ընկած, Քշեցին նրան միջև արագած, Ուր էր տան հիմա, ասաց Ալեկը ու ուժգին զարկեց ձիերի մեջքին, Ձիերը մի կերպ սարը բարձացան, ոռնում էր բուքը լեռան գագաթին, Նա վերջին անգամ նայեց քաղաքին ու իր կառքի հետ անդունդ գլորվեց, Ահ, մեռա, մեռա, Գոչեց Ալեկը և սարսափահար վեր թռավ քնից, Ինչ քեշ երազ էր, ու մտրագն առած գժվածի նման դուրս փախավ տնից, Բիրժաճը հասած լսեց նա մի կանչ, Ալեք, բաբյենց հայկը գիշերս մեռավ, Ալեկը վշտից, այնպես կարկամեց, ասես մեկ իր ձեռքից մտրակը խլեց, Մի ամիս հետո պատահեց մի դեպք, որ սաստիկ ցնցեց Ֆայտոն Ալեկին, Քաղաքի ծայրում ապրում էր մի մարդ, անունը Չպլախ, ծանոթ ամենքին, Մի օր սայլակով գետապ գնալիս Չպլախը գտել էր մի մաշված անիվ, Բերել էր բիրժա, որ ցույց տա մարդկանց, ու հավաքվել էր ժողովուրդ անթիվ, Ալեկն էլ եկավ, հենց տեսավ թե չէ, գլուխը բռնած շուռ եկա մեջքով, Խնդացիք վրես, խելռի տեղ դրիք, դե հիմի տեսեք սեփական աչքով, ասաց ու արագ մի կողմ քաշվելով թիկունքը հենեց 7 վերքի պատին, Հայտնվեց նաև Պոլոզ Մուգուչը, հետը բերելով քաղքի տղոցը, Դարբին Մեխագին, Դրագոն Արամին, Ուրում Կոլային, Դաբաղ Աշոյին, Նապոյին, Ծիդրոյին, Նալնկարոյին, Տեղ հասան նաև ուրիշ գյումրեցիք, Սելաֆիսետը, Ղուրուխչի Ավոն, Սահաչի Սիմոնը, Կալոսնի Գագոն, Չանախ Վարոսը և Ֆրիկ Տիկոն, և Յաղլի Բուղլի Նազարը եկավ, եկան նաև պատգամավորներ Ձիթողցոց, Ծաղիկովենց Խաներեն, ու այդ բոլորը միասին մեկտեղ շոշափեցին անիվը աչեն ու ձախեն, սեղմեցին ոտքով, ձեռքով, գործիկով, զննեցին անգամ մանրադիտակով, որ հասկանան, թե ինչից է շինված կամ ինչ հրաշքով նա Գյումրի ընկավ, և երբ իմացան, որ իրենց դաշտով իրոք անցել է հրաշք մեքենա, խմբով տարան գետը գցեցին, որ այդ չարիքը Գյումրուց վերանա, 18 թվին, երբ երկիրն էր խառն և նախարար էր փոխվում ամեն օր, Չպլախ Փիլոսը Բոստան Օնեսին Գյումրում հռչակեց հայոց թագավոր, իսկ 20 թվի նոյեմբեր ամսին, երբ երկիրն իմ դղրդաց հիմքից, Ֆայտոն Ալեկը հազիվ իր կառքով Օնեսին փրկեց ամբոխի ձեռքից, և այդ օրվանից նոր կարգ հաստատվեց, հողմոտ աղմկոտ օրերն անցան, Ռանչպար գյուղացին և հայ բանվորը սկսեցին կերտել մի նոր Հայաստան, 25 թիվն էր, քաղաքում արդեն մուտք էին գործել մի քանի ավտո, ծո աշեք, գավկոմի մեքենան անցավ,
ցույց էին տալիս գյումրեցիք մատով։ Հունիսյան խաղաղ մի առավոտ էր, այդ օրը բացումն էր Կապսի ջրանցքի, ու այդ մեծ տոնին Ալեկը վճռեց մի ուրույն փայլ տալ պատմական անցքին։ Ճիճվի բլրակով բարձացավ վերև, կարմիր աղբյուրի ջուր խմեց հևկով, ապա շուռ տալով ձիու գլուխը սրընթաց անցավ 7 վերքի կողքով։ Ջերմակ համոյի խանութի առաջ մի պակ կանգ առավ, ծալեց մտրակը, ցած իջավարակ ինչ-որ բան գնեց, կայծքարով վառեց հաստ գլանակը և շտապ շարժվեց դեպի իր կառքը։ Անգինում կոշիկ սրբողներ նստած, ամենքին ծանոթ Չիստիչի Գևոն, Ալեկը սիրով բարևեց նրան, ոտքերը մաքրեց ու նստավ կուզին։ Հազիվ էր սանձ իր ձեռքը առել, երբ մի խումբ մարդիկ լցվեցին ֆայտոն։ Տղեկ, հերիք է, կեսդ վարի չէ, Կապսը հերույ է գմնամ ճամպեն։ Բան չկա, Ալեք, թեթև տղեկ ենք, փարեն գլխենար ու ֆայտոնը քշեմ։ Ալեկը թափով մտրակը շարժեց, ձյանքը մտան Ալեքսանդրովսկին։ Բազում գյումրեցի Կապս էին գնում, ճամպային ընկել ոման գիշերով, հանգարց գավկոմի մեքենան անցավ, խնդաց Ալեկը կառքը քշելով։ Նրա ետևից կռունգներ շտապում, սա էլ էր ճկնում ավտոյին հասնել։ Մեջը ով կա, հարցրեց Ալեկը։ Արսեն Եսայան և դոկտոր Նանսեն։ Ո մեծագործայր, գերազնիվ Նանսեն։ Արդյոք իմացա, որ քո ետևից Ալեկն է վազել Շիրակի դաշտով։ Կռունգն է կառքով մակարել հեռվից։ Ինձ էլ վիճակվեց քեզ տեսնել մի օր, որպական կյանքից դառնահու շեմքին։ Դու վերջին անգամ եկար մեզ այցի ու մեռար երկրիս արևը դեմքիդ։ Մարմաշենի մոտ բազմության առաջ Ալեկը թափով հարվածեց ձյանց, կառքը սուրալով ավտոյից անցավ և դեպի ջրանցք հաղթական գնաց։ Ծափահարեցին։ Ղաֆա Սիմոնը գլխարկն հուզմունքից երկինքը նետեց, բարձացավ, փարվեց Ալեկի վզով, իջավ և կառքի ագը համբուրեց, կալոսիդ ղուրբան, ինչեղ կֆռա, ով կրնա օղուլք ու ճամպետ կդրել։ Վարորդը փորձեց նրանցից անցնել, բայց մեքենան կանգնեց ծուխ արձակելով։ Ավտոն խարաբ է, խնդաց մեխագը, եկեք Կապս տանենք չպլախի սելով։ Ինչեղ թե խարաբ է։ Կայնի ջեյրան։ Համեցեք ֆայտոն ընկեր Եսայան։ Տեղ տվեք տղեկ, ասաց Ալեկը ու կառք նստելով նրանք Կապս հասան։ Ծխով ժաժեգող կալոսն այդպես է, ժպտաց Ալեք իջնելով թարքից, և նա ձյանքը տարավ ջրելու ու ձորը թնդաց բազմության ծապից։ Այդ դեպքի մասին քաղաքն իմացավ, ծիծաղեց անգամ Կարախանյանը, հրաշք հեքիաթ է Շիրակի դաշտը, չկա աշխարհում երբեք նմանը։ Մի տարի հետո երկրաշարժ եղավ։ Ով կմոռանա այդ ահեղ ժաշկը։ Ես տեսա ինչպես Գյումրին ավերվեց ու ցավից տնքաց նորից մեր ազգը։ Ալեկն իր կառքով անդուլ գործում էր, քանիսին տարավ նա բոշի թաղը, քաղաքի այգին հյուրանոց դարձավ, ծառից կախվեցին շերեփն ու մաղը։ Տխուր ծորում էր ժաշկի նոր երգը, Ալեկը տրդում իր կառքի նստած, Բայանդուր գյուղից քաղաք էր բերում փլատակներից ազատված մարդկանց, բայց ոչինչ չօգնեց, ավտոներն եկան ու գրավեցին ամբողջ քաղաքը, ու կամաց փոխվեց հին Գյումրին ու դանդաղ թվաց Ալեկի կառքը։ 6 տարի անց ֆայտոն Ալեկը իրենց մեծ կատվին դնում էր կառքը, վերնոցն էլ կամաց ներքև էր քաշում, որ մարդիկ չասեն կառքը դադարք է։ Երբ ուղևոր էր պատահում, իսկույն կատվին վերմակով իր գիրքն էր առնում և կայարանից զրնգուն զանգով Ալեկը նորից քաղաք էր դառնում։ Մի օր Ալեկը գնաց կայարան, հանգիստ նստել էր իր թարքի վրա, գնացքը եկավ, իջան ամենքը։ Ուր որ է ծանոթ պասաժիր կուկա, մտածում էր նա, երկար սպասեց, պասաժիր չեկավ։ Մանրի քայլերով շրջում էր մի մարդ, Ալեկը հեռվից ճանաչեց նրան և ուղիղ կանգնեց Օնեսի դիմաց։ Օնես ջան, ջերանից նալը ժանգոտավ աղբեր, բեզրած գերևաս, քելեքեզի տուն տանեմ։ Չէ, Ալեք ջան, կարկով ուշ կեղնի, հայկոպի ավտոն ընձի կաշե։ Կարկով ուշ կեղնի,
Վայ իմ կեշորվան, Ալեկը տխուր շշնջաց անբար, հիշեց այն օրը, երբ իր ետևից բոստանոնեսն էր վազում հևասպար, դրեց նա կատվին իր ֆայտոնի մեջ ու քաղաք դարձավ մռայլ մտքերով, էլ չէր զրնգում Ալեկի կառքը, կարծես դագաղ էր անցնում թաղերով։ Դիմացի մայթով մի մարդ էր քայլում, արկղը թևի տակ պատին քսվելով, կոշիկ սրբողն էր, գնում էր դանդաղ օրվա վաստակը ճամփին հաշվելով։ Նայեց ետևից, կամեցավ կանչել, բայց ինչու խառնել խեղճի հաշիվը, ամեն ոք կյանքում մի բան հաշվում է, անverջ փնրելով ցանկացած թիվը։ Ալեկի թիվը սխալ դուրս եկավ, խառն էր իր կյանքի պետական բանկը, նա կառքը քշեց դեպի հին շուկան, մեղմ ղողանջում էր յոթ վերքի զանգը։ Մի քիչ ներքևում դարբին մեխագը դեռ աշխատում էր իր քուրան վառած, լուսինը կարծես մի մաշված պայթ էր Ալեկի ձիու սմբակից թռած։ Անցավ մի քանի հին ճաշարաններ, Ծիդրոշ, Շիլաջոց և Ցիկցիկ Կարոն, Սարդքար, ճաշարան Սամսուն, ավելի վերը Սիմոնի փուրներ, ահա և յառի ճամպան քարքարոտ։ Ուղիղ այդ քարե սանդուղի առաջ ֆայտոն Ալեկի կառքը կանգ առավ։ Հեյ ուստա Թաթոս, շախով զարգ դափդ, հին Գյումրին չկա, հին Գյումրին մեռավ։ Ու կատվին գրգած շեմքից մտնելով խելագարի պես սկսեց սպարել, կռունգը հարբած քնել էր թախտին, այդ օրը գարին խիստ թանկացել էր։ Նայեց Ալեկը հսկա կռունգին, ահեղ կսկիծով դուրս թռավ շեմքից ու կառքը քշելով գերեզմանատուն մտրագեց ծանոթ շիրիմա քարերը։ Հեյ բաբիենց հայկակ, զուլոց ուր վզենք, ինչ որ կսեի բիթուն կադարվեց, բոստանոնեսը թարս աշեց ձիուս, ծոյելեք տեսեք, հին Գյումրին փոխվեց, փրկչի գմպետը դինամիտ տրին, գեղացիկ եկել լցվել են քաղաք, ֆայտոն չտեսած ավտո նստեցին, ինչքան չլուտ կար դարձել է աղա, մենակ մնացինք ես ու կռունգը, եթե չհաշվենք դուդուկչի շավոն, եկավ ու նորեն Վենետիկ գնաց Ղազարաբադցի մեր ախպեր Ավոն։ Նալընկարոյին ես գիշեր տարան, խեղճ Ծիդրոն նստած կզարգե գլխուն, ինչըղ թարս դիպավ կալոսը քարին, օրս ինչըղ թեզ դարավ իրիգուն, բիրժան դադարգ է, ղարսի ճամփեն փակ, հիվանդ պարգած է աշուխ շերամը, քանդվեց հին Գյումրին, հին կռունգների, հին ղաշանգ մարտոտ շախով երամը։ Մեկ-մեկ խնդալով երեսիս կաշե խելար Սարգիսը, ես էլ կխնդամ, աբասին կուդամ ու ղամչիս բռնած խելռի նման քշելով կերտամ։ Հետևյալ տարի թուրքը շատացրին, թխրեց Ալեկը, չէր կարող քնել, շվարած նայեց Ֆինբաժնի թղթին, որոշեց կառքը վաճառքի հանել, սակայն ումն էր պետք հնոտիկն այդ խեղճ, ով ֆայտոն կառներ ավտոյի դարում, մեռել էր նույնպես չպլախ Փիլոսը, սայլակն ընկած էր Չերքեզի ծորում։ Մի օր մի ավտո Ալեկի կառքը ճամփեն շուռ տալով թափով սլացավ, եւ այդ օրվանից նրա ձիերը փողոցի միջից եզրեր անցան։ Բյուր ավտոների կանչերի միջև նրա զանգերի ձայնը խլացավ, իր սահմանները սաստիկ նեղացան ու նա մի գիշեր Գյումրուց հեռացավ, գնաց դեպի գյուղ, դեպի սարերը, Արտիկի բանկում կառապան դարձավ, բայց ավտոները դեպի Արագած եւ դեպի Արտիկ խումբ բարձացան, Ալեկն Արտիկից չվեց սառնաղբյուր, ծածկվեց բարձրանից լեռների ետև, որ ոչ մի ավտո իրեն չգտներ, որ իրեն զգար գետ մի քիչ թեթև, սակայն պատահեց անսպասելին։ Մի օր գյուղ գալիս տեսավ մի ավտո կառքի ետևից վազում է թափով։ Լազիրակ, ուր ես ետևս ընկել, ասաց ու արագ մտրակն առած ահեղ զայրույթով ցածիչավ կառքից գնաց ու կանգնեց ավտոյի առաջ։ Ներս նայեց ու տեսավ ուղիղ ղեկի մոտ կնուտ Վարդանի որդին է նստած, քարացավ Ալեկը,
եւ նրա համար կարծես բովանդակ գետինը պրծավ, չքացավ սև ձին ճերմակ շուշանով, իր աբրած կյանքը հիշատակ դարձավ։ Հաղթեցիր օղուլ, արևիտ ղուրբա, աշխրկի չարխի իմ ձերքեն փստած, վայ մեզնեն հետև գալող սերնդին, որ էլ չի նստի Գյումրեցու ֆայտոն, աշխարհը տգեն փոխվավ ընդանուր, ֆայտոնը մի օր ցույց կուտան մադով։ Մի շաբաթ հետո Ալեքը մեռավ, նրա ձիերը շրջկենտրոն տարան, իսկ նրա կառք ավտոհին դրած տեղափոխեցին Գյումրի թանգարան։ Վախճանվեց նաև Պոլոզ Մուգուչը եւ Բոշի թաղը սկաց մեծ ցավով։ Այդ հին Գյումրեցու շիրիմի վրա եկավ քար քաշեց բանաստեղծ Ավոն։ Մեռավ լուսաձայն գուսան շերամը, չվեց աշխարից բեռնագիր մգոն, անդար չկացան յաղլի նազարը, չանախ վարոսը, լիմոնադ կարոն։ Հիմնովին փոխվեց առաջվա Գյումրին, Բիրժան դադարգվեց, նոր քաղաքն աճեց, շինվեց, զարգացավ, բարձացավ հասավ միջև Պոլիգոն, թռչում են հիմա անթիվ ավտոներ, լայն ու լուսավոր պողոտաներով, եւ հուշ է դարձել Ալեքի կառքը հին Ալեկպոլի խարխուլ թաղերով։